Կուզեի մի քիչ մի քանի խոսքով նկարագրեի մեր պատմեի մեր մասին։ Ես Ստեփանակերտի եմ, Շուշի ամուսնացած Շուշուից Ռոմիկա Թայանին հետ։ Վերջը 15 տարուց հետո մենք նորից տեղափոխվել ենք Շուշի, ապրած Շուշի քաղաքում մինչև 20 թվականի պատերազմի վեր Շուշին արդեն բռնազավթել է։ Բայց իմ ամուսինս հենց պատերազմի 88 թվականի հենց պատերազմի առաջին օրից էլ ինքը մասնակցել է այդ ֆիդայանական կամավոր ջոկատները մասնակցել քանի տարի եւ հետո Շուշին վերցնելուց հետո տեղափոխվանք Շուշի քաղաքը։ Այնտեղ կա նշին վեր մինոճար աղբերս մեզ մոտ եկավակացավ, հետո ինքը պիկարնին բեցրավ Շուշի այդ բանակի համար հացն թխալ այդ սաղ այդ պեները, փիչերը պենը ինքը իրան ձերքավը այդ գրիշան պենը քանդված արալ այդ պիկարնին շինա սարքավ է բանակին հտե հաց թխին։ Հետո տեղ աշխատել է մի քանի ժամանակ, հետո Վաչոյի պոլկի իշխանյան Վաչագանի պոլկում նալալ այդ հացը իրանց պոլկին հտե արալ կամ հետո նորից որ այդ կռուիտ այդ ավելի բեն վախտը վերասպան հետո ինքն էլ ագրվալ գնացել բենը ծառայության վերջ միար ժամանակից հետո ինքը զոհվել է։ Վերջ դե խոսինք այդ Շուշվա մեր այդ կռվը իրան հետևանքներն է թողալ մեր կյանքում դեպի փիսը մնացածների նման հետո դե միջև 20 թիվը մոք Շուշի ապրալանք եւ մազնդեղ ճաշարանա եղալ, զալտարժեստվա եղալ, պավիլոնա եղալ, խանութնա եղալ, ամեն ինչը կոպեկնա կոպեկը 28 տարի իմ ամուսինս ներդրում ա դրել այդ բեներին վրա էլի համ ամեն ինչը սարքալ քնդող։ Դե հետո ամեն ինչը հետո տուն տեղ ամեն ինչը եղել է դե բոլորին ա եղել դե մերն էլ վերասմա առանձնապես վեր մեր քրտնինքավը մեր բենա վերասմա մեր աշխատանքավը մուք ստեղծալք այդ քանը թողալ հետո 20 թվից հետո տեղափոխվալք այդ Երևանից հետո եկալ Ստեփանակերտում ապրալ։ Ստեփանակերտում էր մեր իմ պապական տունս, իմ հոր տունը։ Այդ ժամանակ էլ 20 թվին վեր քեցանք Երևան ապրալ պապաս 85 տարեկան էր, տարան քանի վեր տղջիլար պահինք մոզել մին ուրիշ մարդ հատարալ Իրաստանը պահալ իմ հարսս երեխոց հետ լի տարալում պապուս միջև վերջին այդ օրը միջև միլիցեք քեցան բեներան պատվալներից հանալ միջև վերջին օրը պապաս նղալար հետո վեր ամուսինս քեցավ երկալար բերալ Ղարկանք բենա չարեն Այդ 44 օրյա պատերազմի ժամանակ չէ 20 թվականի 20 թվականին լի հա հետո տարալանք բենա Աղավնաձոր պանսիոնատն տարալ իրան այդ հայ որտնյակ տարանք իրան թողանդեղ իրանք տեղափոխան հորս բենա Հրազդանի Աղավնաձոր գյուղում ին պանսիոնատ ալանդեղ երկու օրից հետո ես վեր լսալ արդեն դղա զանգել ա քեցալում վերջը դե ինքը ճիշտ ասած հիվանդ մարդ էր բայց դե ոչինչ էլի լավ այլար մի քանի օրից հետո քեցան տեսալ այնալ լավ ասից նայեք որ դուք գնաք ինձ էլ անպայման կտանիք Ստեփանակերտ արդեն մի քիչ առողջությունը այն չէր, այդ սկլերոզ բանոներ։ Հա,
հետո էտել ասին մեր թաղամասում այդ որտեղ վերմին տոնը անգալ այդ սնարյադը մեր սաղ այդ պատուհաններն էլա այդ տոնն էլա քանդվել ու այդ պատուհաններն պատկերացրեք վերմակստի կխին էլ գցած իրան կխին ատոր այդ հիլեքը պենը հա վերջը վերասմա մի կերպ ինքն էլ ալի տռալ փրկված է դե հետո բերանք տեղափոխա Երևան այդ պանսիոնատը մի օր մնալուց հետո ես վերքեցամ տեսավ ոչինչ ինքը լավ էր ամեն ինչն էլ առաուն տարավ իրան ինչու էր պետքա թե ուտելիք դաժե փողոպենը դրա ձերքին մի քանի օրից հետո ինձ զանգեցին որ ինքը կորոնայից հիվանդացել է ընդամենը 10 օր է քաշել 10 օրից հետո որ պետքա մի երկու օրից արդեն այդ կորոնից վիճակից դուրս գա ես եմ հիվանդացա մինգեր այդ կորոնից գրեցալ չեմ լիքինամ ու բայց ամեն օր այդ մեծեստրինը խոսում էի ասма լավա ինա լավա ոչինչ շնշումը լավա ինքը լավա վերջը մի նոր էլ զանգից առավոտը որ պապիկը մահացել է պանսիոնատում դե քանի վերին վիճակս է փիսալար ստղել տենց սա բարեկամնեն կեսը մնացալ ընդեղ կեսը արդեն այդ վեր հետ ընդառալ էլի վեր 20 թվից հետո ամիջապես հետ դառնողն էլ հա քանի վեր մոք հիվանդը քլար մի քանի օր մնացալ քրոջս տղեկ բերնդողն էլ իրանք մենք այստեղից աղջիկս վերջելի քեցա խոսալ ուղարկել են հանդեղ իմ ամուսինս մեր քրոջս երեխեքը տարան հողարկավորա Ստեփանակերտում հա դե հետո 20 թվից հետո դե տեղափոխվալուկ այդ վեր մեր թաղերը դեդ գրադը պենանգալա վերջի եկան ռեմոնտորապետության կողմից մի քիչ լվցրալ տները պենա մուքը հույսավաս մգդե կյանք շարունակում այլի բայց արի ուտես վեր 23 թվականին նորից Տրանից բեթեր վեր արդեն վեշթա գործրալ ընկտուն տեղ հայրերիք ամինացավալի օդարը էտարը հայրենիք գործրալ են փոքր ժամանակ վեր միշտ մանուս ասում ինչու ես պենելի ցիգաններն ասում իրանց երկիրը որն ասում իրանք երկիր չունեն սրազու այդ օրը այդ պատվալից վեր դուսք եկալ հայտարարուն վեր արդեն պետքա սաղ սուրոկն դիրան մի 10 օրվա ընթացքում մենք պետքա թողնիկ մեր քաղաքը դուրս գանք դաժե չենք հասցրել մեր գերեզմանները այցելենք իմ ծնողներից իմ աղբորս տղին վիշ մին այդ գերեզմաններն էլ չենք այցելեն դե հետո եկանք ստեղ Փաստորեն Շուշի կրկնակի տեղահանված որպես Ստեփանակերտում եք ապրում Շուշիից հետո հա մեր ամեն ինչը Շուշի էր 23-28 տարի մոքնդա ստեղծալակ ամեն ինչը տեղ են թե տները սարքալ թե ռեմոնտը քրալ թե ամեն ինչի իրալալի պավիլյոնն ազալ տարժեստվան 150 հոգանոց այդ մարդը քրտնինքով իրան աշխատած կապեկը դրել ստեղծալ ասավա ոչինչ լավնի ժողովուրդ շտացավն է սնա հա դե 23 թվականին այնա վերսկսալ նորից այդ պատերազմը արդեն երեխեքը դպրոցում ունելար հա մենք էլ վախելով վազելով գնացինք դպրոցի այդ պատվալումը վերասմա քաոսային վիճակ էր գտավ մեր երեխոցը տենց էլ մնացել ենք տեղ մի 2 օր 3 օր մնացել ենք հետո ասեցին կռևը արդեն վանանրալի բարձավա դուրս ենք եկել տեղից դուրս եկալ եկալ տեսալ կարողացել եք ինչ-որ բան վերցնել տնից չէ տնից մենակ շորնք եկալ վարելիք եք եւ հա վեր պատվայից արդեն դուրս եկա բազարի ներքևում լիմոք ապրում եկանք ասա բազարի կողքը
տեսալ ավտոմատների ձեները պենասախ ակրուժի տրած տահանք այդ ժողովուրդը ոտաբոբիկ ոնց են վազելավ առանց կոշիկ առանց բաներ կրկժանային թաղամասից վազելավ եկած հասած այս ինչա կատարվում պենասմա դե արդեն դեպի аэропորտը քինամ սա արդեն թուրքերը մտել են գրավել են մեր քաղաքը մեր այդ շրջանների վերջը Կրկժանի թաղամասն այն հանգիստարանի թաղամասն ամենտեղ իրանք արդեն մտել են դե իրոքից որ այդ ավտոմատի ձեներն էլ լսվում է դե եկանք տոն դե իննա մեզ այդ բլագադից վերած մաթահունցուկ հայթայթալ մի պենջարալ կերալ տակ մասին խոսք չկալի բոլորն էլ մի ձևի ինքլան հա հետո որոշեցինք վեր դեմուքել այն 20 թվին բացի այդ հալա այդ բեներից այդ մեր ունեցվածքից բեն հալա տղայիս 7 տեղանոց ավտոներ մնացանդը հիմա էլ այս անգամ գնացինք թե մի քիչ բենզին այդ մեր ամուսնուս հանգերնա տվալ թապիրինք այդ ռոպեին էլ մեր մաշինին այդ տոկերը պենը սաղ վարվելա լատենց է թողալք այդ մազիկար մունջեր գողքեն դեց նայելով երեխեքս նայելով այդ ավտոին եկանք անցկացալ ուրիշի ավտոյուք նստալ մեր մարդի ամուսինը մին պենա տվալ մին վերջինի մի մաշին պերանք ստղտուալ իրանց վերադարձրել Պաստորեն ուրիշի ավտոմեքենայով հա ուրիշի մեր երկու ավտոնը թողալ քնդով մեր ուրիշի ավտոյով եկալ հասալ ստեղ եկալք ստեղ էլ այդ դժվարություններն շարունակել 30 հոգի միտով տալիստան եք մնացել մի տալիս երեխեքը մի վերջը մի 30 հոգա մնացանք այդ տան մեջ դե կեսը ավտոյի մեջ ենք ներ կեսը հայաթն վերջը այդքանից հետո ինչ ասեմ դաժե ժամանակ մեր ամուսինս արդեն հիվանդեր ինքը հիվանդեր հենց առաջի պատերազմից հետո է հիվանդացած սիրտը ինֆարկտ տարել եւ սենց շարունակ ով էր մաշինան չմա գիտեմ ավեր ինքը 10-15 տարի է հիվանդ սրտի խնդիրներ ուներ իրեն եկանք ստեղ էլ քանի վեր այդ տալս մասիսի շրջանում ապրում ընդեղ հիվանդանոցումը մի 15 օր պարկալա вообще դրանից բեթեր վիճակում նորից տեղափոխանք մի 15 օր Երևանի больницում նապարկալ վերջը այդ ընթացքում դե էլ գրծածիկ տոնճարինք գիտամ ինչանինք վերջը այդ թորներս ռուսական կրթությամբ կարդում քանի վեր այդ որ տուննեք ճարում մինգել դպրոցը չկա դպրոցում տեղ չկա դպրոցն ճարում տեղ վերջը շատ պեն վիճակալի էր հա հետո իրանք գնացին Ռուսաստան վերգոն ընդեղ տղճարին ապրելու էլի համստեղ պեները շատ թանգելա տանվարձերը համել չենք ճարելի հա այն վաղտ վաբշե թանկեր համել չենք ճարել մքր պետք է այդ տնից դուրս գայինք որովհետև այդքան հոգինք չենք կարա միասին ապրինք իրան գնացին թեկուզ հիմա պրոբլեմն են դղել է շատ իրան գիտեն թավեր ստեղ տանվարձը պետք է բայց ընդեղ պետք չէ տանվարձը ոնց կար ընդեղ պետք չինի քանի վերնակու երկիրը տեղ չի ստեղ լա մեր երկրորդ երկիրն քաշում համարում հայությունա վերջը հետո մենք տեղափոխվեցին Գորիս քաղաքում ամուսնուց հետ հա տեղափոխ հենց հիվանդանոցից այդ մստղաս եկավ ամազ վերցրեմ Ռուսաստանա տարալ Գորիս քաղաքում հենց գասինցում թեկուզ վարձով էլի մի երկու ամսկես մնացավանք ընդեղ ճիշտ է մի քիչ հանգիստ արալ հիվանդ մարդի համար դե քուրուսելա մած քուրուսելա Գորիսը մնապրում իրանք էլ տեղահանված լի իրան ընտանիքին հետ միասին դե տաքսավ քինամը կյամը կլիտի մինակ ոչենք մնալու այդ Գորիսի պեն գասինցում վերջը լավ էր մի քիչ վիճակը լավ էր դեղերը խմում են օրը մի 10-15 հատ դեղեր խմում ամեն ժամի մի կերպ ապրում էր այդ մարդը
Հետո մի օր վերջը քրոջս տնից եկա անքսալ տուն, միջև մին կես ժամը սրազու վերասմա հանկարծա մահա տարավ։ Դե վեշ թաթա ինքը տենց հիվանդել, որ կարող աբոժվե իրան սրտումը լա այդ տրոմբը իրալալի, սա բժիշկնեն էլա սանվե իրան մահը այձև տիայինական լի հանկարծա մահայինեն։ Վերջը էլա նորից մեր պրոբլեմն է, նորից մենք տեղափոխանք այդ Խաչպար գյուղը, տալış տեղապրումա, ընդեղել հետ հողարկավորումը արալ։ Աստորեն տեղահանությունը ավելի սրեց այդ իրավիճակը։ Ամեն վերասմա պատերազմը իրան բենը վերասմ ապրավունք լի իրան բարդությունները վեշ թաթա մինակ ցավը բարդություններն են հտը ապրավունք ամեն պատերազմը։ Էտա դե մնացածին մեկը իրար եշումը կապրում էլի ոչ մինի կյանքն է։ Տարեկաններ ձեր ամուսինը 63 տարեկան։ Եվ դուք տեղափոխվեցիք Երևան հուղարկավորելուց հետո։ Հա, այդ հատը Խաչպար գյուղը հուղարկավորանք, հենց Խաչպար գյուղումն էլ իրան գերեզմանն է։ Դե ափսոս ինքը լավատես էր էլի իրա մոտ վերասմակ էսը կորցրալ, այնը կորցրալ ջղայնանը ասմա մի ասեք էլի հա շատ վաղ ասմա վերսաղըք մնացալ էդ էլա Փաստորեն փրկվել ենք էլի հա դե ապրում ենք, բայց օրինակ ամեն օր այդ մեր գերիների ցավը մաս արդեն չեմ մանում էլի ամենամոց խնդիրը էս պահի մեր գերիների հարցն է։ Неужели մին պեն չկա վեր այդ գերին մեկն էլ տալիս փսանա այդ գերին։ Հա, փաստորեն Մելիքսեթը, հա, Փաշա Մելիքսեթն է տալիս փսանա մին։ Երբ է գերև արվել։ Հենց իրանց գյուղը պենա սզնե գյուղը։ Ինքը իր հորեղբորներ ման գալիս շատերը մտել են արդեն մաշինը ետարա, բայց ինքը քանի որ իր հորեղբայրը չի գտնվել մեծ մարդ է, ուզում էր ճարե պիրել իր հետ, հա տղել իրան փռնեցին, իրան էլ աղբորն են, աղբորը բաց են թողել, աղբերը հիվանդ էր, հա Այդ ամսի 19 սեպտեմբերի։ Հա, այդ օրը փռնեցին, իրան էլ դե միջև հիմա այդ մեր մծամծերին բենին հոտ ինքն էլ այնա դե խոսում եմ թե կարմիր խաչով բենով, բայց մեկ այլ այնը նստած են իրանք ընդեղ օրինակ ես շատ կուզեի էլի որ մեր կառավարությունը ստղեն մեր մնացած սփյուռքը բենա մի կերպանին վերջը մարդկանց հանին շատ վաղ վերասմա Աստծո իր եկտինում լի մեր հոգսերը։ Այսինքն բավարար աշխատանք չի տարվում պետության կողմից։ Հա, վեշ թա բավարար։ Ընդհանրապես, հա, դաժը այն վերասմա կարմիր խաչը չլինի, ոչ մի տեղեկություն էլ չի լինել երևի այդ մարդկանց համաթար, սաղն թե ինչն, որտեղ էս կլինի։ Հա։ Խոսքս ընկնի վեր Աստծո կամքով փառքով մեր գերիները հետ վերադառնան։ Վերասմամին Աստված մին լույս-լույսցնե այդ մեր գերիների համար։ Հիմա դուք միայնակ եք Երևանում, որտեղ եք ապրում, ինչպես եք հաղթահարում խնդիրները։ Հա, դե աղբորս տղայի տանն ապրում, իրանք էլ են Ղարաբաղից եկած, իրանք էլ ոնց որ մնացածը իրանք էլ դիտն որ վարձավ ապրում են դե ես էլ իրանց հետ ապրում եմ տստամ լի միջև երբ համ ես շատ կուզեի վեր մնամ ստեղ իմ երեխեքս էլ մնան կյան մեր հայրենիքն այլի վերասմա հայությունն է մեր հայրենիքն է մեր պապական հողերն է մեր Աստծո տված հողերն է մեր մուքստող կծնվա մեր այս հայկական հողամասն կծնվա
դե տեսնանք ոնց է, սպասում ենք մի լավ օրի, մեզ բոլոր հայերի համար, Վեշտաթամինակ Ղարաբաղցիների համար, այդ վտանգը բոլորի վրա էլ կա, վերսի եշումս։ Իսկ հետ վերադարձի առումով, եթե պայմաններ լինեն Արցախ վերադառնալու, դե ինչ ասեմ, եթե մնացածի նմանելի, եթե անկախ այդ վախը չինի, եթե ընդեղ երեխա տնելի չի, չեմ մանում։ անորոշ վիճակ։ Շատ կուզեինք վերադառնա մեր հողերն այլի, բայց մի ձևի հավատ չկա։ Վեստի եշումս ով պիտի տա խոսե, մեր ղեկավարը պիտի այդքան անը։ Մաս բերավա հսրավ հասես վիճակում։ Մեր Ղարաբաղցիք վեշ մինել ուզիլ չի վեր դղան տուսկյակյաստող կամ մինել ուշտեղ կինա մանավան մեր Ղարաբաղում, մեր Արցախում մնացավանք են ամենա ազգասեր, ամենահայրենասեր մարդիկ վեր ապրավք ընդեղ ոչ միտեղ չեն գնացել։ Վերասմա չգտնես տեմտված ապրավանք։ Թորքին են Շուշին վերցրած մոք Շուշ վիճանապարավ ամեն օր համարյա մեր գնացել գալիս էինք դրոշակներ տնգած պենդե հիմա վերասմա դրանելը փակ տարվեր դղը քլեր մեր հողումնը քլեր կյանքը ամեն ձևի ծանրացել է ամեն օր համարյա Ղարաբաղից մարդիկ են մահանում հենակցում են Facebook-ը նայում ենք այս մեկի հողարկավորությունն է այդ ինչանա մենակ հոպարավն ինչ են մահանում սաղ ջահելնի է տան հարցերը ստեղ կարիքն են տեղ հիմա էլ այդ 40-50-ն էլ վեր կտրին ոնց պիտի ապրին այս մարդիկ հատե ամենակարևորն է դա է դա արդեն պատկերացնելի չի